Ներկայումս մարմարիկում ընթացող փրկարարական գործողությունները պետության ամբողջ ներուժի կենտրոնացման ակնառու օրինակ են։ Երկուամյա Տիգրանի անհետացումը ցնցեց հանրությանը, վերածվելով ոչ միայն անձնական ողբերգության, այլև համազգային հոգսի, իսկ հենց այս ազգային ցավի պահին հանրային պահանջը հասավ պետության ամենաբարձր մակարդակին։ Հենց այդ պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական տվեց պետության բոլոր ուժերն ու ռեսուրսներն ուղղելու Տիգրանին գտնելու գործին առանց սահմանափակումների։ Չնայած պաշտոնապես հստակ ժամկետներ չեն հայտարարվել, ըստ վստահ աղբյուրների, վարչապետը պետական գերատեսչություններին տվել է առավելագույնս կարճ ժամանակ՝ 48-ից 72 ժամ իրավիճակը գնահատելու, գործողությունների ուժեղացման և նոր մեթոդների ներմուծման համար։ Նա հրահանգել է չսահմանափակվել դասական փրկարարական մեթոդներով, այլ գործի դնել հնարավոր ամեն միջոց՝ նորագույն տեխնոլոգիաներից մինչև միջազգային գործընկերության ներգրավում։ Փաշինյանն ընդգծել է, որ սա բացառիկ դեպք է, երբ պետք է գործել ոչ միայն արագ, այլ անկաշկանդ և անսահման ռեսուրսներով, մանկան կյանքը գերակայություն դարձնելով ցանկացած այլ խնդիրից։ Վարչապետի հրամանից հետո իրավիճակը մարմարիկում գրեթե ակնթարթորեն փոխվել է, եթե մինչ այդ որոնումներն ընթանում էին մասնավոր խմբերով ու որոշակի սահմանափակվածությամբ, ապա հրամանից հետո սկսեց գործել պետության համակողմանի մեքենան։ Նախարարներ և պաշտոնյաներ են եղել Փաշինյանի մոտ։ Հրահանգից հետո վարչապետը հրավիրել է խորհրդակցության, ներգրավելով ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, բարձրագույն տեխնոլոգիաների արտադրության նախարարներին, ոստիկանության ղեկավար կազմին և այլ բարձր պաշտոնյաների։ Նրանք հաշվետվություն են ներկայացրել կատարվածի, բացթողումների, ինչպես նաև նոր պլանների մասին։ Որոնումներն ընդլայնվել են ըստ հրամանով սահմանված նոր տարածքային սահմանների։ Մինչ այդ որոնումներն հիմնականում գետի մոտակայքում էին կենտրոնացած, սակայն հրամանից հետո ընդգրկվել են նաև հարակից անտառները, լանջերը, ձորերն ու բնակելի բոլոր հնարավոր գոտիները։ Ներգրավվել են նոր մասնագետներ, այդ թվում գեոդեզիստներ, օդաչուներ, ջրասուզակներ և տեխնիկական խմբեր։ Ինտենսիվ կապ է հաստատվել միջազգային ընկերությունների հետ, որպեսզի ստացվեն հնարավոր տիեզերական պատկերներ տվյալ օրերի համար։ Օրական ռեժիմով հավաքվում են նախարարները վարչապետի մոտ նոր տվյալներով, տեղեկացնում գործողությունների ընթացքը, տալիս նոր առաջարկներ, վերլուծում արդյունքները։ Ի տարբերություն շատ այլ աղմկոտ դեպքերի, այս անգամ պետական մարմինները գործում են միասին։ Ըստ աղբյուրների, ոչ միայն հատուկ նիստեր են տեղի ունենում, այլ նաև վարչապետը պարբերաբար պահանջում է հաշվետվություն բոլոր պատասխանատուներից։ Արտակարգ իրավիճակների նախարարն անձամբ ներկայացրել է փրկարարների ֆիզիկական և տեխնիկական ռեսուրսների անհրաժեշտության մասին։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները մանրամասնել են հարցաքննությունների ընթացքը, տարբեր վարկածների ստուգման մեթոդները։ Իսկ բարձրագույն տեխնոլոգիաների նախարարը ներկայացրել է արբանյակային լուսանկարների հետ կապված միջազգային համագործակցության ընթացքը։ Ոստիկանության ղեկավարությունը բացել է նոր ուղղություն համացանցում շրջանառվող վարկածների վերլուծության։ Բոլոր տվյալները, քարտեզներ, լուսանկարներ, վերլուծություններ ուղիղ ձևով հասնում են վարչապետին, ով ըստ հայտարարությունների ինքն է վերահսկում դեպքի ընթացքը։ Այս իրավիճակը ոչ միայն մարդու որոնման գործ է, այլ նաև համակարգային ստուգում է, արդյոք պետությունը պատրաստ է գործելու նման ճգնաժամի պահին։ Փաշինյանի հրամանը գործնականում դարձել է այն շարժիչ ուժը, որ մոբիլիզացրել է պետությունը մի նպատակով՝ գտնել Տիգրանին որքան հնարավոր է շուտ ողջ և առողջ։ Սա պայքար է ժամանակի, բնության, տեխնիկական սահմանափակումների և գուցե մարդկային անհոգության դեմ, և այս պայքարում կառավարությունն ըստ ամենայնի ընտրել է ճիշտ կողմը։ Հիշեցնենք, որ Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի Տիգրան Պետրոսյանի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում տիեզերական լուսանկար գտնելու ուղղությամբ, սակայն վերջին լուսանկարները, որոնք հաջողվել է ձեռք բերվել, թվագրվում են ապրիլի 26-ով։ Armenpress-ի հաղորդմամբ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը նշել է, որ վերջին հասանելի լուսանկարները տվյալ տարածքից արված են ապրիլի 26-ին, ինչը չի համապատասխանում երեխայի անհետացման ամսաթվին՝ մայիսի 4-ին։ Դեռևս նախորդ շաբաթ, մոտ 7-8 օր առաջ, երբ հանրային տիրույթում սկսեցին շրջանառվել նմանատիպ խոսակցություններ, ես անձամբ քննարկեցի հարցը
համապատասխան մասնագետների հետ։ Նպատակը նախ եւ առաջ պարզելն էր արդյոք առկա տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես տիեզերական լուսանկարների միջոցով, հնարավոր կլինի հստակեցում կատարել ինչ է տեղի ունեցել տվյալ օրը։ Եթե այդ լուսանկարները հասանելի լինեին, մտադրություն կար դրանք փոխանցել ներքին գործերի նախարարության մեր գործընկերներին։ Մասնագետների շրջանում տարբեր կարծիքներ կային, ոմանք վստահ էին, որ նույնիսկ բարձր 30 սանտիմետր լուծաչափով տիեզերական լուսանկարների դեպքում հնարավոր է մանկահասակ երեխայի նույնականացում իրականացնել, մինչդեռ մյուսները կարծում էին, որ դա տեխնիկապես հնարավոր չէ։ Այնուամենայնիվ, մենք որոշեցինք, որ անկախ արդյունքից պարտավոր ենք ստուգել, թե արդյոք այդ օրերին տվյալ տարածքից առկա են որևէ ընկերության կողմից ստացված լուսանկարներ և եթե կան, դրանք պետք է փոխանցենք գործընկերներին։ Վերջին 7-8 օրերի ընթացքում ինտենսիվ աշխատել ենք մոտ 2 տասնյակ առաջատար միջազգային ընկերությունների հետ, այդ թվում նրանց հետ, որոնց հետ նախկինում նույնիսկ որևէ համագործակցություն չենք ունեցել, սակայն այս պահի դրությամբ ցավով պետք է նշեմ, որ վերջին լուսանկարը, որի գոյության մասին մեզ հայտնել են, արվել է ապրիլի 26-ին, դա այն ամսաթիվը չէ, որը համապատասխանում է երեխայի անհետացման օրվան, ասել է Հայրապետյանը։ Նրա խոսքով այդ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով լուռ և զուսպ հուսադրող անճշտություններ հանրային դաշտ չներկայացնելու սկզբունքով։ Հայրապետյանը վստահեցրել է, որ արվում է առավելագույնը և նոր տվյալներ ստանալու դեպքում դրանք անմիջապես փոխանցվելու են ներքին գործերի նախարարությանը։ Լավատեսությամբ սպասում ենք, սակայն ուզում եմ կրկնել, որ տվյալ տեղանքում արված վերջին լուսանկարը եղել է ապրիլի 26-ին, եզրափակել է Հայրապետյանը։ Մայիսի 4-ին ժամը 11:52-ին ներքին գործերի նախարարությունում ահազանգ էր ստացվել Մարմարիկում 2-ամյա երեխայի կորելու մասին։ Նույն պահից մեկնարկել էին որոնողական աշխատանքները, սակայն մինչ այս պահը որևէ արդյունք չի գրանցվել։ Ոստիկանության ծառայողներն ու փրկարարները ստուգել ու շարունակում են ստուգել առաջ քաշված բոլոր վարկածները։ Մայիսի 6-ին երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։